71-ամյա Օֆելիա Ղազարյանը բնակվում էր Գարեգի Նժդե 7 հասցեի երկրորդ հանրակացարանի 4-րդ հարկում, սակայն հերթական փլուզումը նրան դարձրեց բոլորովին անօթևան։ Նույն ճակատագրին է արժանացել նաև հարևանուհին Գոհար Ալեքսանյանը, ով մեկ հարկ ներքև էր ապրում։ Տան մեջը նստած ես գիտեմ մեքենայով քար են թափում։ Նեսի հելելն եմ կալիդոր, հելա կալիդորը, դումիսա կալիդոր չեր ում լրիվ քարի հողը։ Ուղիղ երեսից, դուրը փագի, մտաներ, նորից էլի թպուտս չտարավ էլի, սա աշեսին չէ, նեգի մեմ արդը մեկավ, արդեն ընձի հանեց դուր։ Դուսն եմ մնում, գիշերը կնում եմ մեկի տունը, ենել վայ քնելու, մեր գուժամ, մի ժամ, հազիվ կքնեմ։ Պատերի տակնա քնում, հայատնա քնում, տեղուսը տաշուն են, մեզի մենատասում են էլ են կուլիսները ինչի համար։ Արմինչև այսօր իրանց այդքան ահավոր ստաժի մեջը իրանց միակյուն չտվեցի, շենքը ինչքան քանդվեց, եկան ոչինչ։ Ինչ որ մեկը վաճառել է, ինչ որ մեկը գնել է, դուս են թափում։ Գոհար տատից Օֆելիա Ղազարյանի վիճակը մի փոքր տարբերվում է, քանի որ նրան համայնքային կառույցը Չերքեզի ձորի նախկին առողջարանի շենքում մեկ սենյակ է հատկացրել։ Եվ քանի որ այն ոչ բարվոք վիճակում էր գտնվում, վերջինիս կողմից նույնիսկ մի փոքր վերանորոգվել է։ Հիմա նրա խնդրանքը փլատակների տակից անհրաժեշտ իրերը դուրս բերելն է, սակայն նրան այս հարցով ոչ մի գերատեսչություն չի օգնել։ Նույնիսկ փրկարար ծառայությունը պատճառաբանել է, թե մեքենա չունի։ 2 ամիս էլ ես գիտեմ, ելը քնաստեղ ունեմ որոշ չափով, բայց այս մարդը օդի մեջ կախված է, ուր է դա այս մարդը, ուր է դա։ Մեր մասին ոչ մեկը ոչ մտածող կա, ոչ ես կա, ոչ կա։ Կաբինետներից դուրս են հանում, չեն թողնում, որ մտնեն կաբինետները, գնացեք, ոնց կուզեք, այդպես էլ ապրեք։ Հարևան սենյակների բնակիչները եւս անհանգստացած են, քանի որ այս պայմաններում ապրելը ուղղակի մեծ ռիսկ է պահանջում, իսկ իրենց խնդրով ամենատարբեր դռներ թակելը ապարդյուն են համարում, սակայն հերթական փլուզման զոհ դառնալու վտանգը Դոմոկլյան սրի նման կախված է նրանց գլխին։ Լիզա Գասպարյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։